Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավականուն ընտրություններին ընտրակաշարքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ավելի վաղ պարզ էր դարձել, որ գիշերը ձերբակալվել է Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Արամ Քոչարյանը։ Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Հայրենիք կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշարք տալու եւ նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշարք ստանալու դեպքերով։ 45 ժամանց Էրեբունի եւ մի շարք այլ թաղամասերի բնակիչները կրկին հոսանք ունեն։ Մայրաքաղաքի Վարդաշեն ենթակայանում տեղի ունեցած վթարից հետո էլեկտրամատակարարումը ամբողջությամբ վերականգնվել է։ Ինչպես հայտնել է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ենթակայանն ամբողջությամբ շահագործման է հանձնվել եւ ապահովում է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը։ Դեկտեմբերի լույս 28-ի գիշերը ենթակայանում հրդեհեր բռնկվել, ինչի հետևանքով Երևանի մի քանի թաղամասեր ժամանակավորապես մնացել էին առանց էլեկտրականության։ Վթարը տեղի էր ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման ֆոնին, քաղաքում առատություն է տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 30-ից ցերեկը, 31-ի գիշերը եւ հունվարի 3-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31 եւ հունվարի 2-ից ցերեկն առանձին շրջաներում, հունվարի 1-ի եւ 2-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում է ձյուն։ Տեղեկությունն այս մասին հայտնում է հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Դեկտեմբերի 29-ից ցերեկը 30-ից 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մմ վարկյան։ BMW եւ Lexus մակնիշի ավտոմեքենաների վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ վերջիններս Վանաձորի հայքի հրապարակում այսպես կոչված դրիֆտ են արել։ Ոստիկանները մեքենաները հայտնաբերել են եւ տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Նույնանման խախտում է եղել նաեւ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում, այս անգամ հերոսը Land Rover-ի վարորդն է եղել։ Այս մեքենան եւս տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Նոև Կովչեկ թերթին տված հարցազրույցում։ Մինչ այժմ մենք լսել ենք միայն Շքեղ անունը, որքանով մենք գիտենք, դրա իրականացման գործնական աշխատանքները դեռևս չեն սկսվել։ Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը ձևավորվի, հայտնել է Կոպիրկինը, նշելով. Թրամփի ճանապարհը կարող է ազդել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վրա, քանի որ ապրանքների հանրապետության տարածքով կարգավորվում է ի թիվս այլ բաների Եվրասիական տնտեսական միության օրենքներով։